Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող, մենք սկսում ենք մեր աշխատանքը, որպեսզի դուք կարողանաք լիարժեք արթնանալ, ապահովեք ձեր բարձր տրամադրությունը։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ Սկզբում նշեմ, որ Մեծ Բրիտանիայում առաջին անգամ առանց արգանդի ծնված կինը ծննդաբերել է արգանդի փոխպատվաստման վիրահատությունից հետո։ Բրիտանուհին մայրացել է քրոջ շնորհիվ, նրա քույրը դարձել է արգանդի դոնոր 2 տարի առաջ։ Վիրաբույժները օրգանի փոխպատվաստման բարդ վիրահատություն են կատարել, որն ընդհանուր առմամբ տևել է 17 ժամ։ Ծննդալուծումը տեղի ունեցել կեսարյան հատումով առանց բարդությունների։ Բժիշկների և բուժքույրերի 20 հոգանոց թիմի շնորհիվ։ Զույգը հույս ունի ևս մեկ երեխա ունենալ, մինչև փոխպատվաստված արգանդը հեռացնելը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, քիչ անց մենք ունենալու ենք շատ հետաքրքիր հյուր, իսկ մինչ այդ առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք և շարունակենք մեր եթերը։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրը արդեն տաղավարում է, սիրով ներկայացնեմ նրան։ ՈՄ ողջ մնալու արվեստը ռազմահերինասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ Վաղինակ Վարդանովն է այսօր մեր հյուրը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Ես շնորհակալ։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Ինչպես որոշվեց ստեղծել նման կազմակերպություն, ինչ է սովորացնում այնտեղ ՈՄ-ում եւ հիմնական առաքելությունը կազմակերպության։ Մենք արդեն 11 տարվա ակտիվ գործունեություն ունենք, բայց որոշումը, որ պետք է ստեղծվի, դեռ 90-ականներին է կայացվել։ Իմ հայրն է ստեղծողը, Վովա Վարդանովը, ես էլ ՈՄ-ի առաջի կուրսանտներից եմ եղել։ Հետո ինստրուկտոր եմ դառել հրանգիչ, հետո նոր հասել եմ փոխնախագահի պաշտոնին, տենց ասած։ Ինչ ենք սովորացնում, ամենակարևոր բաները, որը պետք է առօրյա կյանքում, դա առաջի օգնությունն է։ Հետո, քանի որ շրջապատված ենք մեր շատ սիրող հարևաններով, դա ռազմական գործն է նաև, մարտավարություն, կրակային պատրաստություն ու լանդշաֆտն հաշվի առնելով ալպինիզմ։ Իսկ այսինքն բացի կյանքում առօրյայում կիրառելուց նաև հնարավոր է մարտի ժամանակ։ Իհարկե, առօրյան մարտը կարելի ասել առօրյայի մի մասն է, ուղղակի խաղաղ կյանքից մի քիչ հեռացրած։ Իսկ տարիքային սահմանափակում կա կամ նաև սեռային սահմանափակում։ Սեռային սահմանափակում չկա, տարիքային սահմանափակումը Երևանի ֆիլիալում 16+ է, մնացած տեղերը մենք 13 ֆիլիալ ունենք։ Մնացած տեղերում 14+ է։ Իսկ կա նաև մասնաճյուղեր, թե մեկ ցանկացող։ Ունենք մասնաճյուղեր 13 վայրերում, քաղաքներում, մեծ բնակավայրերում, բացի Վայոց-Ձորի մարզից, մնացած բոլոր մարզերում ներկայացված ենք։ Իսկ հասարակ կազմակերպությունում ինչպես է ընտրում, թե ովքեր կարող են մասնակցել, ինչպես հատուկ դասընթացներ են անցնում, թե ծրագրեր են իրականացնում, որպեսզի ընտրվեն, ովքեր կարող են մասնակցել ծրագրին, կա հատուկ ձև ընտրության։ Բոլոր ցանկացողները, եթե տարիքային շեմը բավարարում է, կարող են մասնակցել, նույնիսկ առողջական խնդիր չի։ Ու ասեմ, սխալ կարծիք կար տարածված, որ ՈՄ-ային պարապողները պարտավոր են եսիմինչին պատերազմի մասնակցել, մեր մոտ այնպես պարտավորվածություն չկա, քանի որ հասարակական կազմակերպություն ենք, մենք ուղղակի մարդկանց սովորեցնում ենք կրիտիկական պահերին, աղետային իրավիճակներում, թե ինչպես իրենց դրսևորեն։ Իսկ որքան ժամանակ է տևում դասընթացները։ Հիմա ունենք մեկամսյա դասընթացներ, նոր կուրսներ սկսելու է ապրիլի 21-ից, շաբաթական 3 օրով, երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին երեկոյան 7-ից 10-ը։ Իսկ ընդհանուր 12 դաս է լինում։ Իսկ ինչ փուլերից է բաղկացած ՈՄ-ում դասընթացները։ Առաջի փուլից հետո, որտեղ նշած 4 առարկաները անցնում են, եթե քննությունները հանձնում են, սերտիֆիկատ ստանում են, կարող են մասնակցել արդեն երկրորդ փուլին, երկրորդ փուլը 18 դասանոց է։ Բացի դրանից ունենք նաև 10-օրյա ճամբարային հավաքներ, որը լեռնանատարային պայմաններում անցկացվում, իսկ նոր ճամբարը սկսելու է մայիսի 2-ից մինչև 11-ն լինելու։ Նաև մենք կարճ տեսանյութ էինք առանձնացրել, թե ինչպես են կազմակերպությունում անցնում պատրաստության դասընթացները, առաջարկում եմ հիմա դիտենք դա եւ վերադառնանք շարունակենք զրույցը։
Շարունակում ենք զրույցը, սիրելի հեռուստադիտողներ, պարոն Վարդանով, իսկ որոնք են այն հիմնական հմտությունները, որոնք մասնակիցները կազմակերպությունում սովորելուց զարգացնում են իրենց մեջ։ Օրինակ այս տեսանյութը, որ ցույց տվեցիք, տեսանյութում մեր ճամբարային հավաքներն են։ 10 օրյա ընթացքում իմ կարծիքով ամենակարևոր հմտությունը, որ մասնակիցները ձեռք են բերում, դա դիմացկունությունն է։ Դիմացկունություն, հետո կարգապահությունը, նույն 20 թվականի պատերազմի ժամանակ ես նկատեցի, որ մարդիկ չէին դիմանում, հանձնվում էին, չէին դիմանում ասենք անձրևին։ Դեպք է եղել, երբ իմ զինվորներից մարդը մոտեցել ու ասել է անձրևից հետո ես սաղ գիշեր թրջվել եմ, տուն եմ ուզում գնամ։ 30 տարեկան տղամարդը թրջվելուց չպետք է վախենա։ Հավաքների ժամանակ կազմակերպվածություն են սովորում, դիսցիպլինան ու դիմացկունություն ամենակարևորը։ Սովորում են իրենց հաղթել, չհանձնվել։ Իմ կարծիքով ամենակարևոր այդ 3 բանն է, որ մենք տալիս ենք մարդկանց։ Իսկ ինչպիսի մեթոդներով եք աշխատում մասնակիցների հետ, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել իրենց մեջ այդ ֆիզիկական եւ հոգեբանական բարդությունները։ Անհատական մեթոդներով, այսինքն բոլորին անհատական մոտեցում է ցույց տրվում, պարզա ձևավորում ենք նաև թիմային հասկացողությունը, բայց ամեն մարդ չի, որ թիմի մեջ կարող է շատ արագ ընդգրկվի։ Դրա համար բոլորի հետ անհատական աշխատանք են կատարում, բարեհոգեբանական աշխատանք են կատարում, որից հետո արդեն թիմին միանալուց սկսում են արդեն իրենց սկսել հաղթահարել։ Իսկ աշխատանքը սովորելու ընթացքում միայն թիմային է, թե նաև մարդիկ կա, ովքեր ցանկանում են անհատական ծրագրեր անցկացնել։ Դե ծրագրերը սենց է սկսում, անհատական են իրանք սովորում, անհատական ինչ-որ մինիմալ բազա պետք է լինի, նոր դրանից հետո թիմային աշխատանքն է ձևավորվում։ Մեկ ամսյա Երևանում անցկացվող պարապմունքների ժամանակ թիմայինը ամենավերջի շաբաթն է։ Այդ ընթացքում ինչ-որ մասնիկներ դրվում է, բայց թիմային որպես թիմ դառնում են վերջի շաբաթվա ընթացքում։ Իսկ հավաքների ժամանակ արդեն մոտավոր 3-4 օրվանից թիմ է ձևավորվում։ Նաև հետաքրքիր է խոսել, թե ինչպիսի տեղ է զբաղեցնում հայրենասիրական դաստիարակությունը ՈՄԱ-ում եւ ձեր կարծիքով որքանով է հիմա նման կազմակերպությունների դերը կարևոր, քանի որ հիմա դեռ կարող ենք ասել, որ պատերազմը ավարտված չէ, նման դասընթացների իրականացումը ձեր կարծիքով որքանով է կարևոր։ Երբ թե նայենք համաշխարհային փորձը ու նայենք ինչ է կատարում հիմա Եվրոպայում, այսինքն ամենտեղ զինվորագրվում է գնում, ռուսերեն ասած պրիզիվը վերականգնում են ու շատ տեղեր փոքր երկրներում, օրինակ ինչպես Շվեյցարիան է, Ֆինլանդիան տարածքով մեծ է, բայց բնակչությամբ փոքր է ու իր դեմ մեծ Ռուսաստանն է կանգնած։ Համապարփակ անվտանգային համակարգին են անցել, որի մեջ շատ մեծ դեր ունի այդ հայրենասիրական դաստիարակությունը։ Այսինքն մարդ պետք է իմանա կապ չունի ատամնաբուժը, հաստուխա թե ինչա, X ժամին ինչ պետք է անի։ Մենք դա ենք տալիս ու մեր կարգախոսներից մեկը, որ պետք է քրտինք թափես, ոչ թե կենաց խփես, այլ պետք է քրտինք թափես հայրենիքիդ համար։ Ու այդ կարգի դաստիարակությունը շատ կարևոր է հենց մեր պես խնդիրներ ունեցող երկրների համար։ Իսկ ինչ եք նկատում վերջին տարիներին, որքանով է թիմը ընդլայնվել, մեծացել, որքանով են երիտասարդները ավելի հետաքրքրված գալիս, մասնակցում։ Օրինակ 20 թվականից հետո, մինչև 20 թվականը մենք պարապացել ենք մոտ 3000 հոգի մարդ, 20 թվականից հետո այդ թիվը ասել է 12000 է արդեն։ Ճիշտ է, 24 թվականին շատ քիչ էր, որտեղ մարդիկ արդեն սովորում են այս լարված իրավիճակին ու փորձում են մոռանալ։ Բայց պետք է հասկանանք, որ խաղաղության հասնում ես միայն երբ պատրաստ ես պատերազմի։ Իսկն եթե մեր հակառակորդները, թշնամիները տեսնում են, որ մենք ամուր ընկույզ ենք իրենց համար, ուղղակի ուրիշ մեթոդների են դիմում կամ մեզանից շատ կոպիտ ասած զյան են տալիս։ Իսկ ՈՄԱ-ն համագործակցում է այլ կազմակերպությունների, միջազգային կամ Հայաստանում գտնվող։ Մենք ռազմամարզական ասոցիացիայի անդամ ենք ու միջազգային կոնկրետ կառույցներ չկա, ում հետ համագործակցում ենք, բայց ինստրուկտորներ կան, որ մեր ինստրուկտորները անընդհատ վերապատրաստվում են, թե դա կլինի եվրոպացի, թե ռուս, տարբերություն չկա մեր համար։ Կարևորը նոր գիտելիքներ ստանանք
ու մշտապես էլ մեր հրանգիչները գնում են վերապատրաստվելու կամ մենք ենք կարողանում հրանգիչ բերել, վերապատրաստել, բայց անհատների հետ ենք աշխատում հիմնականում։ Իսկ մարզիչները ինչպես են ընտրվում ՈՄԱ-ում։ Էլի այս ցանկության։ Հիմնական մեր հրանգիչների 95%-ը մեր սաներն են։ Այսինքն մեր մոտ եկել որպես կուրսանտ մասնակցել են։ Ավարտելուց հետո ցանկություն են հայտնել շարունակեն, սկզբնական ժամանակ իրենց հետ առանձին պարապմունքներ անցկացվել, հետագայում դարձել են հրանգչի օգնական, հետո նոր հրանգիչ։ Իսկ ինչ եք նկատում վերջին տարիներին ավելի շատ աղջիկներն են հետաքրքրվում թե տղաները։ Թիմը ավելի շատ աղջիկներին է, մեծ թե տղաների։ Վերջի տարիներին աճը դեպի աղջիկներն է, տենց ասած։ Խնդիրը երևի հենց հանրապետության մասշտաբով է, որտեղ աղջիկները շատ ավելի ակտիվ են մեր պետությունում, քան տղաները։ Այսինքն ակտիվ բոլոր նախաձեռնությունների մասնակցում են։ Նաև ՈՄԱ-ի դերը ինչպես եք պատկերացնում Հայաստանի պաշտպանության կամ անվտանգության ոլորտում ապագայում, ինչպես եք պատկերացնում դրա դերը։ Իմ երազանքների մեջ մենք կարանք դոսաֆի գործ կատարենք։ Այսինքն նախազորակոչային տարիքի երիտասարդներին պատրաստենք բանակին։ Այսինքն եթե պաշտպանության գործի մեջ ենք, միայն պատրաստվելու գործում մարդկանց պատրաստենք, այսինքն հետագայում եթե երազանքը կատարվում է, պատկերացնում եմ, որ բանակը կամ ինչ-որ ուժային ստրուկտուրաներ պատվեր են իջացնում, ոչ միայն ՈՄԱ-ին, այլ բոլոր ռազմամարզականների իմ երազանքի մեջ այդ գործով են զբաղվելու։ Այսինքն ՉՎԿ-ներ չեն, իրենք մարդկանց են ուղղակի պատրաստում ու վերջ։ Պատրաստում են, տալիս են արդեն ուժային կառույցներին իրենց կարիքների համար։ Իսկ մինչ այսինչ ծրագրեր եք իրականացրել եւ ապագայում ինչ նոր ծրագրեր կան, որ ցանկանում եք իրականացնել մոտ ապագայում։ Բացի ուսուցման process-ից նաև ստիպված ենք եղել 22 թվականի վերջից, երբ որ ջերմուկյան դեպքերը եղան, մենք ջերմուկում էինք, տեսանք, որ հերթական անգամ տեսանք, որ պարտության պատճառը երկրորդ գիծ չունենալն է կամ վատ կահավորված լինելն է։ Սկսեցինք ամրակառույցներ ստեղծել, գրակակետեր, գմբեթ 2 ծրագրիրը 23 թվականի սեպտեմբերին շատ մեծ հայտնություն ձեռք բերեց։ Մենք մինչև հիմա շարունակում ենք այդ ծրագիրը ու արդեն 350 պլյուս գրակակետ ենք կառուցել։ Բացի դրանից տարբեր ծրագրերի մեջ մտնում ենք, որը չեմ կարող բարձրաձայնել, այսինքն օգնում ենք հիմնականում տեղի արտադրողներին, փորձարկումների ենք տարբեր մասնակցում, բայց հիմնական մեր նպատակը մարդկանց պատրաստելն է։ Իսկ կա աջակցություն կազմակերպությունների կամ պետության կողմից։ Պետության կողմից աջակցություն չունենք, հիմնականում անհատ մարդկանց կողմից աջակցությունը։ Այսինքն մեր ֆոնդը հավաքվում է տարբեր մարդկանց նվիրատվություններով։ Շատ լավ, շատ շնորհակալ ենք մեր հրավերը ընդունել։ Շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք ՈՄԱ ողջ մնալու արվեստը ռազմահերինասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ Վաղինակ Վարդանովի հետ։ Այս պահին դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք եթերը։ Բարի լույս եմ մաղթում նրանց, ովքեր նոր են արթնացել եւ միացել են մեզ։ Գիտեիք, որ ֆրանսիացի եւ ամերիկացի գիտնականների միջազգային թիմը ստեղծել է արհեստական բանականության գործիք, որը կարող է նախապես զգուշացնել սրտի հանկարծակի կանգի վտանգի մասին։ Արհեստական բանականությունը կենտրոնացած էր սրտի փորոքների էլեկտրական խթանման եւ թուլացման ժամանակի վերլուծության վրա, բացահայտելով սրտամկանի աշխատանքի նուրբ, բայց կարևոր փոփոխությունները։ Այն ճիշտ է նույնականացրել բուժառուների 70%-ին, որոնց հաջորդող 2 շաբաթվա ընթացքում սպառնացել է վտանգավոր առիթմիայի զարգացման վտանգը։ Միևնույն ժամանակ տվել է 1% սխալ դրական արդյունք։ Այս մշակումը առանձնապես արժեքավոր է դարձնում այն փաստը, որ ավանդական ախտորոշման եղանակները հաճախ չեն կարողանում կանխատեսել սրտի հանկարծակի կանգը, որն ամբողջ աշխարհում ամեն տարի ավելի քան 5 միլիոն մարդու կյանք է խլում։ Հետազոտողների անմիջական ծրագրերը ներառում են կլինիկական փորձարկումները իրական աշխարհի պայմաններում համակարգի արդյունավետությունը ստուգելու համար։ Հաջողության դեպքում տեխնոլոգիան կարող է ներառվել հիվանդանոցային մոնիտորների եւ հնարավոր է նույնիսկ խելացի ժամացույցների եւ այլ շարժական սարքերի մեջ, հնարավորություն տալով բնակչությանը զանգվածային զննում կատարել հանկարծակի մահվան վտանգը կանխարգելելու նպատակով։
Իսկ հիմա սիրելի հեռուստադիտողներ, առաջարկում է միասին ծանոթանանք մի երկրի հետ, որը Դոմինիկյան Հանրապետությունն է, այն ծանոթանանք նրա մշակույթի, ավանդույթների եւ խոհանոցի հետ։ Դոմինիկյան Հանրապետություն։ Դոմինիկյան Հանրապետության պատմությունը սկսվում է դեռևս 1492 թվականին, երբ Կոլումբոսը առաջին անգամ ոտք դրեց այս կղզու վրա։ Հենց այստեղ Հայիթի կղզու արևելյան հատվածում եվրոպացիները հիմնեցին առաջին մշտական բնակավայրը նոր աշխարհում։ Կղզին իսպանացիներն անվանեցին Հիսպանիոլա, ու դրա արևելյան մասը ժամանակի ընթացքում դարձավ անկախ պետություն Դոմինիկյան Հանրապետություն։ Անկախությունը հռչակվեց 1844 թվականին, ու մինչ օրս այս երկիրը մնացել է ազատության խորհրդանիշ Կարիբյան տարածաշրջանում։ Ուր էլ գնաս այս երկրում կապույտը ձեր ուղեկիցն է։ Այստեղ է գտնվում Ամերիկայի առաջին տաճարը, առաջին համալսարանը եւ առաջին ճանապարհները։ Կոլնեալ թաղամասը քարե պատերով ու բակային սրճարաններով պատմություն է բաց երկնքի տակ։ Սամանան, սա փոքրիկ ծոց է, հատկապես հայտնի է ձմեռվա ամիսներին, երբ հարյուրավոր կետեր գալիս են այստեղ զույգ փնտրելու։ Տեսարանը հիացնում է անգամ ամենաշատ ճամփորդած մարդուն։ Դոմինիկյան խոհանոցը պարզ է, բայց շատ համեղ է։ Լա Բոնդերա Դոմինիկյան ազգային ուտեստ է, բրնձի, կարմիր լոբու ու տապակած մսի կամ հավի խառնուրդով եւ անպայման բանջարեղեն, սող, բիբար, կանաչիներ։ Դոմինիկյան Հանրապետությունը զարմանալի հակադրությունների երկիր է։ Մի կողմից անծայր կապույտ օվկիանոս, ձյունաճերմակ ավազներ, ափամերձ պալմի ծառեր, մյուս կողմից հզոր լեռնաշղթաներ ու կանաչ անտառներ։ Պիկո Դուարտեն Կարիբյան տարածաշրջանի ամենաբարձր լեռնագագաթն է, 3098 մետր։ Այս վայրը լեռնագնացության սիրահարների երազանքն է։ Լագուենա դա Օվեդոն կիսաաղի լիճ է, հարուստ կենսաբազմազանությամբ, որտեղ ապրում են ֆլամինգոներ, ալիգատորներ ու հազվագյուտ թռչուններ։ Դոմինիկյան Հանրապետությունը մշակույթի խառնարան է, այստեղ զգում ես աֆրիկյան, իսպանական ու տեղական տայնո ավանդույթների միաձուլումը։ Երաժշտությունը ամենուր է, փողոցներում, տներում, տաքսիներում, նույնիսկ դպրոցներում։ Ճանապարհին մարդիկ նստած են ստվերում, խաղում են դոմինո, զրուցում հարևանների հետ։ Կյանքը այստեղ չափազանց մարդկային է, առանց շտապելու, առանց ավելորդ տեխնոլոգիական վազքի։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտող, իսկ հիմա հերթը օգտակար խորհուրդներին է։ Գիտեք, այսօր ինչից ենք խոսելու։ Խոսելու ենք մաստակից կամ ինչպես սովորաբար են ասում, ծամոնից։ Մաստակը ունի ինչպես օգտակար, այնպես էլ որոշ վնասակար հատկություններ։ Այն օգտակար է լնդերի եւ ատամների առողջությանը։ Շաքարազերծ մաստակը նպաստում է թքարտադրությանը, ինչը մաքրում է բերանը սննդի մնացորդներից եւ նվազեցնում է թթվայնությունը։ Օգտագործվում է որպես արագ միջոց բերանի տհաճ թաքցնելու համար։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ծամելը կարող է բարելավել ուշադրությունը եւ կրճատել սթրեսը։ Ծամոն ծամելը կարող է հանգստացնել նյարդերը, տրամադրելով մեխանիկական զբաղվածություն։ Սակայն շաքար պարունակող մաստակը նպաստում է ատամների վնասմանը։ Մշտական կամ չափից շատ ծամոն ծամելը կարող է հանգեցնել գազերի, փքվածության կամ նույնիսկ մարսողական խանգարումների։ Չափից շատ մաստակ ծամելը կարող է նաև գրգռել ծնոտի մկանները։ Իսկ հիմա այսօր ցանկանում եմ միասին տեղափոխվենք Վաղարշապատ քաղաք, որտեղ կանգնած է մի եկեղեցի, որը ոչ միայն քարից է կառուցված, այլև նաև հավատի, սխրանքի ու նահատակության խորհուրդ ունի։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մասին է խոսքս, այն կանգուն է արդեն ավելի քան 1700 տարի։ Նրա քարերը տեսել են կայսրություններ, պատերազմներ, սերեր ու աղոթք, բայց եկեղեցի մնում է այն ինչ եղել է հայ քրիստոնեական ճարտարապետության գագաթնակետներից մեկն է։ Առաջարկում եմ միասին ծանոթանանք այս եկեղեցու պատմության հետ։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 618 թվականին, բայց նրա պատմությունը սկիզբ է առնում առաջին դարում։ Հռիփսիմեն երիտասարդ գեղեցիկ ու բարեպաշտ կույս էր, ով Հռոմից փախչում է Դիոկլետիանոս կայսրից, մերժելով նրա առաջարկը ամուսնանալու։ Հռիփսիմեն եւ մյուս 32 կույսերը ապաստան են գտնում Վաղարշապատում, բայց դժբախտաբար Հռիփսիմե եկեղեցկությունը գերում է նաեւ Տրտատ թագավորին։ Երբ նրան նույնպես մերժում է, Տրտատը բարկանում է ու Հռիփսիմեին եւ մյուս 32 կույսերին նահատակում։ Մի քանի տարի անց, երբ Տրտատը դարձի է գալիս քրիստոնեությանը շնորհիվ Գրիգոր Լուսավորչի, հենց Հռիփսիմեի նահատակության վայրում կառուցում է այս եկեղեցին որպես հավատի եւ նվիրվածության վկա։
Սուրբ Հռիփսիմի եկեղեցին համարվում է հայ եկեղեցական ճարտարապետության նշանավոր նմուշներից մեկը։ Նրա կառուցվածքը քառախորան կենտրոնագմբեթ է, բացակայում է ավելորդ շքեղությունը, բայց ամեն քարի մեջ մի ներքին վեհություն կա։ Սուրբ Հռիփսիմեն ոչ միայն ճարտարապետական հուշարձան է, այլև հայ կին սրբի անձնական հերոսության խորհրդանիշ։ Եկեղեցին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես նաև հայ առաքելական եկեղեցու կարևոր ուխտավայրերից մեկն է։ Ամեն տարի այստեղ մեծ բազմություն է հավաքվում նշելու Սուրբ Հռիփսիմե տոնը։ Արժի հիշել, որ հենց այս եկեղեցում են բազմաթիվ նշանավոր պահեր տեղի ունեցել՝ մկրտություններ, ամուսնություններ եւ հոգեվոր կոչումներ։ Եթե մի օր լինեք Վաղարշապատում, Էջմիածնի Մայր տաճարի մոտ, մի մոռացեք քայլել մի փոքր հյուսիս-արևելք։ Այնտեղ կա մի եկեղեցի, ամուր, հպարտ, բայց խոնարհ։ Նրա ներսում լռությունն է խոսում, նրա պատերի մեջ կանանց խիզախության ձայնն է, նրա գմբեթի տակ Աստծո լույսն է։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հիշեցնում է մեզ հավատքը կարող է լինել կարճատև կյանքի գնով, բայց հավերժության հաղթանակով։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա առաջին ծրագրի համար նախատեսել էինք այսքանը։ Մենք արդեն կհանդիպենք վաղը։ Ձեզ լավ օրվա շարունակություն եմ մաղթում։